Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 25 տարեկան է։ 25-ամյակի առիթով պաշտոնական ընդունելությանը հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ 25 տարիների ընթացքում նրանք անվերջ գնացել են կառույցը կայացնելու ճանապարհով, մշակվել են կարգերը, լիցենզավորման համակարգը, հեղինակային իրավունքի պահպանման նորմերը և ներդրվել են թվային հեռարձակման մոդելը։ Բացի այդ, այս տարիներին հանձնաժողովի հիմնական նպատակներից է եղել հանրության վստահության ամրապնդումը։ Տիգրան Հակոբյանի խոսքով շատ բան արդեն իսկ արվել է, սակայն նոր մարտահրավերները նույնպես բազմաթիվ են։ Այն մարտահրավերները և սպառնալիքները, որոնք կանգնած են մեր առջև, ոչ միայն տեսահոլովակական մեդիայի, այլ նաև ամբողջ մեր հասարակության առջև, նրանք լուծման կարիք ունեն։ Շատ ժամանակ նորմ է դարձնում հայոյախոսությունը, deepfake-ը, ապատեղեկատվությունը, չարության խոսքը։ Առաջինը դա համացանցն է, որը գործում է կարգավորումներից դուրս և այսօր դիտարկել դա միայն որպես ազատ լրագրության հարթակներ սխալ կլիներ, և երկրորդը դա արհեստական բանականության շնորհիվ ստեղծվող սինթետիկ բովանդակությունն է, որին մենք արդեն ականատես ենք լինում, և առանց պատնեշներ դնելու այս երկու սպառնալիքների դեմ մենք լրջագույն խնդիրներ կունենանք։